Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարելույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Գուզենք, որ սատանան մեզ մե փախչի, թե մեր անձեն, թե մեր ընտանիքեն, թե մեր ազգեն։ Ինչպես կփախչի սատանան։ Օրմս սիրելիներ, սատանան գահալա ձեր վանական գրոնավորը։ Եվ այս վանական գրոնավորը հարց կուտա սատանային. ինչ ընեմ, որ ինձ մե փախչիս, հերանաս։ Եթե 24 ժամ հսկում մնեմ, արթուն մնամ, աղոտ կնեմ, արդյոք ինձ մե կփախչիս, գերանաս ինձ մե։ Սատանան ծիծաղելով գսե, ոչ, եթե 24 ժամ արթուն մնաս, քեզ մե չեմ հերանար, որովհետև ես ալ 24 ժամ արթուն կմնամ, ես ալ չեմ կնանար։ Վանագանը գսե, եթե ձոմ բահեմ, ոչինչ ուդեմ, արդյոք ինձ մե գերանաս, գփախչիս ինձ մե։ Սատանան գսե, անշուշտ ոչ, որովհետև ես ալ 24 ժամ չեմ ուդեր։ Վանագանը գսե, ուրեմն ինչ ընեմ, որ ինձ մե հերանաս փախչիս։ Սատանան գսե, երբ որ հբարդութենետ խոնարհիս, ահա այն ժամանակ գլքեմ քեզ ու գեհրանամ։ Սիրելի քույրեր եղբայրներ, սատանան գեհրանա մեզ մե, մեր անձեն, մեր ազգեն այդ ժամանակ, երբ որ մենք խոնարհինք, երբ որ մենք սկսենք նմանիլ Հիսուս Քրիստոսի, չմոռնաք, որ հբարդությունը մեզ սատանայի նման կդարձնե։ Սատանան հբարդացավ եւ երկինքեն դուրս վդարվեցավ, մինչդեռ խոնարհությունը մեզ Քրիստոսի նման կդարձնե։ Խոստովանենք, որ մենք ազգովին շատ հբարդացանք եւ այդ պատճառով սատանայի գաբանքներու դակ ինգանք։ Խոստովանենք, որ մեր գործանման պատճառը մեր հբարդությունն է։ Երբ որ խոնարհինք մեր հբարդութենեն, դիրոջ ցերքին դակ խոնարհինք, ահա այդ ժամանակ սատանան պիտի լքե ու հերանա մեզ մե։ Գիտեք չէ, որ Աստված հբարդները չի սիրեր։ Հակոբոս դիարնեղբայր իր նամակի 4-րդ գլխու 6-րդ համարի մեջ կսե. Դերը հագարակ է ամփարդավաններուն, մինչդեռ շնորհք կուտա խոնարհներուն։ Եթե գուզենք Աստուծո շնորհքը ստանալ, եթե գուզենք իսկապես Աստուծո մեջ շնորհք գտնել, ապա պետք է խոնարհինք սիրելիներ։ Դեսեք ինչ ասավ Տեր Հիսուս Քրիստոս Մատթեոսի ավետարանի 11-րդ գլխու 29-րդ համարի մեջ. Ինձ մեզ սորվեցեք, որովհետև ես հեզ եմ եւ սրդով խոնար, եւ դուք ձեր հոգեգան հանգստությունը պիտի գտնեք։ Գուզենք, որ սատանան մեր ազգեն, մեր անձեն, մեր ընտանիքեն փախչի, հերանա։ Գուզենք հոգեգան հանգստություն գտնել, ապա սիրելիներ Քրիստոսի նման լանք, սորվին Քրիստոսեն, հեզ ու խոնար լալ սրդով։ Եկեղեցվո սուրբ հայրերը սկանչելի խրատներ տված են մեզի, խոսելով հբարդության թեմ եւ առաջնորդելով մեզի խոնարհության։ Քանի մը խոսքեր գարտամ ցեզ եկեղեցվո հայրերեն։ Սուրբ Անդոն անաբադական գսե. հբարդությունն ու մեծությունը սատանան երկինքեն վդարեցին, իսկ խոնարհությունն ու հեզությունը մարդս կբարձրացնեն երկրեն թեպի երկինք։ Դարձյալ Սուրբ Անդոն գսե. սրդի հբարդությունը ադելի է Աստուծո հրեշտակներուն եւ սուրբերուն։ Հբարդության համար Աստված ստեղծեց դժողքը, իսկ խոնարհության համար, խոնարհներուն համար Աստված երկնքի թուրը բացավ, ինչպես որ Աչագոմյան ավազակը խոնարեցավ իր հբարդութենեն եւ դեր անձինք դրախտ ընդունեց։ Սուրբ Հովան ոսկեփերան գսե.
խոնարհվող մեղավորները առանց բարի կորձերու ալ գարթարանան, իսկ արդարները իրենց ցերկ բերածն ալ կգործընծնեն հբարդության պատճառով։ Դարձյալ Սուրբ Հովան Ոսկեփերան գսե հբարդությունը ճուրին դակ եղած ժայրի նման է, որուն փախվելով, զարդվելով գործանած են նույնիսկ անոնք, որոնք երկար ժամանակ թիմագայած են, բայկարած են զանազամոլություններու եւ փորձություններու։ Իսկ մագար մեծը գսե Աստված ինքզին խոնարեցուց քեզի համար, իսկ տուն քեզի համար չես ուզեր խոնարիլ եւ գբարձենաս հբարդանալով, չէ որ Տեր Հիսուս Քրիստոս ասավ Հուգասու Ավիդարանի 14-րդ գլխու 11-րդ համարի մեջ, որովհետեւ ով որ իր անձը կփարսացնե, պիտի խոնարի, իսկ ով որ իր անձը կխոնարեցնե, պիտի փարսանա։ Եկեք սիրելի քույրեր եղբայրներ, եկեք խոնարեցնենք մեր անձը։ Նույնիսկ մեր գադարած կորձերը չլա որ հբարդացնե մեզ, չլա որ գարձենք որ մենք դարբեր ենք, ուրիշ ենք, այլ խոնարեցնենք մեր անձը, որբեսի Տերը մեզ փարսացնե։ Խոնարեցնենք մեր անձը, որբեսի Սատանան գործի հերանա մեր անձեն ու մեր ազգեն։ Հետևաբար, սիրելի ժողովուրդ, մի լսեք անոնց, որոնք կուզեն ձեզ հբարդացնել, այլ լսեցեք Տեր Հիսուս Քրիստոսի, նմանեցեք Հիսուս Քրիստոսի, որ իր անձը խոնարեցուց, որբեսի մեզ փարսացնե։ Այդ ժամանակ Սատանան պիտի փախչի, գործի, երթա մեզ եւ մենք ազգովին մեր հոգեգան հանգստությունը գտնենք ու հզորանանք։ Աստված ձեզ առատաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։